Բայց սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պետությունների կյանքում լինում են պահեր, երբ մեկ որոշումը ունի շատ ավելի մեծ հետևանքներ, քան բուն որոշումը։ Երեք այդպիսի օրեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես չի չեղարկել երկու ընտրատեղամասերում արդյունքները։ Այն կասկածի տակ է դրել ընտրողների բարձրագույն, ընտրողների կամակերպության բարձրագույն եւ անձեռնմխելի սկզբունքը։ Այս որոշումը մեզ հանգեցնում է անխուսափելի եզրակացության։ Եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրությունները այլևս ընտրություն չեն։ Այս որոշումը հարց է բարձրացնում. ով է որոշում ապագա ազգային ժողովի կազմը, ժողովուրդը, թե պաշտոնյաները։ Ինչպես նշվեց, մենք սկսում ենք անհապաղ կոնսուլտացիաներ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, նպատակ դնելով ոչ թե պաշտպանել Վարքավաճ Հայաստան կուսակցությունը, այլ պաշտպանել ընտրելու իրավունքը։ Ես դիմում եմ մեր ժողովրդին։ Այսօր կարևոր չէ, ում օգտին եք դուք ձեր ձայնը տվել։ Այսօր կարևոր է ձեր քվեն արժեք ունի, թե այն պայմանական է։ Հարցը շատ պարզ է։ Ընտրությունը պատկանում է ժողովրդին, թե ընտրությունը պատկանում է վերանայողներին։ Մենք հասել ենք շատ վտանգավոր սահմանագծի։ Այս կողմը ընտրություններն են, մյուս կողմը իմիտացիա։ Եթե մենք թույլ տանք, որպեսզի խախտվեն այս կարմիր գծերը, ապա ընդհանրապես ավարտվում է ընտրության գաղափարը, ընտրություն որպես ավելի շատ լայն գաղափար։ Շնորհակալություն։